հասնում են երանելի այդ բրոնզագույն վիճակի, իրենցից գոհ մտածում են, որ դա առողջության նշան է։ Անվնաս արևայրուք հասկացություն գոյություն չունի։ Դա արդեն իսկ խոսում է նրա մասին, որ մաշկը վնասվել է։ Պարկելով արևի տակ, մտածելով թե դրանով կփորձեն լրացնել վիտամին D-ի անհրաժեշտ պաշարը։ Ավելի մնալով արևի տակ, մենք 3 անգամ ավել չենք կուտակելով վիտամին D-ի պաշարն։ Ինչ որ սահման կա, որ դրանից ավել այլևս վիտամին D-ն չի սինթեզվում։ Գարեջրային արևայրուքը, որը շատ տարածված է եւ շատերը դա օգտագործում են։ Շարունակ փոփոխություններ, որոնք կարող են առաջանալ, անմիջապես մենք չենք տեսնում այդ վնասը, դա կարող է լինել տարիների ընթացքում։ Եթե մարդը արդեն արևահարվել է, ավանդական տարածված պապենական մեթոդները, մածունը, թթվասերը, յուղային շերտ ենք կազմում ստեղծում մաշկի վրա եւ չենք թողնում, որ մաշկի այդ ավելորդ տաքությունը դուրս գա։ ոչ պատշաճ մշակված սպիտակեղենը, սրբիչը հյուրանոցի, խոսի կամ ոչիլի, շատերը կարծում են, որ այդ հիվանդությունների հիմա չկան, բայց հավատացում եմ ձեզ, կան եւ շատ տարածված են։ Գիշերային զրույցներ ամեն ուրբաթ